միգուցե մաման մշակի նաև վերքերը կռվից հետո եւ պապայի հետ վերլուծական աշխատանք լինի, իսկ արդյոք ուրիշ ձև հնարավոր չէր։ Այսինքն ծնողից է կախված թե ինչքանով է ինքը ճանաչում իր երեխային, իր խառնվածքը, ինչքանով է ինքը փորձում բալանսավորել եւ տալ այն ինչ որ անհրաժեշտ է երեխային եւ ոնց է արձագանքում այն դեպքում, երբ որ երեխան սկսում է առերեսվել արտաքին աշխարհի հետ։ Եկա խոսենք նաև մուլտֆիլմերից։ Վախ։ Որտեղ մայիկներ հիմա հաջող են, չէ՞, դիմում այդ մեթոդին։ Մուլտֆիլմ նայ, ինչեւ ես իմ գործերը կանեմ, բան, բայց կարող շատ երկար ժամանակ ձգվել եւ կարող եմ մի մուլտֆիլմ անդադ երեխան նայի, ինչ մուլտֆիլմեր կարող է երեխան նայել եւ ինչ չի կարող։ Լենա ջան, ես հո դառն եմ այս հարցում, որովհետեւ իմ մասնագիտացումների մեջ կա նաեւ նյարդահոգեբանը։ Տեսեք, երբ որ մուլտը սկսում է փոխարինել մամային, երբ որ մուլտը հարմար է մամային կամ փոխարինում է դայակին կամ որևէ մեծահասակին, վստահ եղեք, որ դուք ուղղակի ստորագրում եք ձեր երեխայի զարգացման արգելակումը։ Խոսքը իհարկե գնում է մինչև 3 տարեկանի մասին, հա։ 3-ից հետո իհարկե անհրաժեշտ է, որ ինքը նաև կարողանա սցենարներ տեսնել, վերլուծել, պատմել, մուլտիվորակներից էլ հիմա կխոսենք, բայց իրոք շեշտադրում ուզում եմ դնել, որ մինչև 2 տարեկան առհասարակ մուլտը երեխային ոչ միայն պետք չի, այլ վնաս է, հատկապես եթե այդ մուլտը տանում է կոնկրետ հենց ասում եմ ծնողի, այսինքն երեխային զբաղացնելու դերը։ Իսկ աստված չարացե, եթե մի հատ էլ կերակրում ենք այդ ժամանակ, վերջ, դուք ձեր երեխայի փսիխիկան ուղղակի սպանում եք, որովհետև մուլտը դա իր ամոթ sense փորձեմ ոչ շատ գիտականացու, ոչ շատ տերմինոլոգիայով խոսեմ, բայց առաջացնում է ինչ-որ հաճույքի զգացողություն, հա, որը դոֆամին հորմոնն է արտահայտում։ Սնունդը եւս Եվ դուք պատկերացրեք 2 կետ մենք ունենք դոֆամինային արտադրություն, հա, եւ երեխան, այդպես ասած, արդեն չի կարողանում ոչ մուլտին առանձին վերաբերմունք ցուցաբերի, նայի, հասկանա, ինքը պարզապես ստանում է այն հորմոնը, որը իրան հաճելի է, բայց վտանգ ու նաեւ սնունդն էլ է դա կծում, բայց վտանգային է, որ ինքը դուրս եկավ մուլտից ու սնունդից, ինքը այդ զգացողությունը չի ունենալու եւ արդեն սկսելու է կոնֆլիկտը իրականության հետ։